Սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ, եթերում տեորիական տեղեկատու հաղորդաշարի մեր հերթական թողարկումն է։ Հարգելի հետևորդներ, այսօրվա մեր թողարկումը, ինչպես ես շատ հետևորդների խոստացել էի, լինելու է խոնդրոիցին գլյուկոզամին մեթիլսուլֆոնիլ մեթանի մասին, որը դարձյալ Սոլգար ապրանքանիշին է պատկանում, ովքեր հենաշարժիչ համակարգի խնդիրներ ունեն, աճառան հյուսվածքի մաշվածություն, հոդացավեր, ողնաշարի հետ կապված խնդիրներ, օստեոպարոզ, օստեոարտրիտ եւ այլն եւ նմանատիպ այլ խնդիրներ, ուրեմն այս տեսանյութը հենց ձեզ համար է, սիրելի հետևորդներ։ Մինչև այսօրվա բուն թեմային անցնելը, ուրեմն տեղեկացնեմ ձեզ, որ շատ հետևորդներ ունեմ, որոնք ինձ հարցեր են ուղղել եւ սպասում են իմ պատասխանին, սիրելի հետևորդներ, ես 2 օրից տեսանյութ կհրապարակեմ, որտեղ վերնագիրը լինելու է ձեր հարցերի պատասխանները կամ պատասխանում եմ հետևորդների հարցերին, եթերով եմ ձեր հարցերին պատասխանելու, որովհետեւ ինձանից ոչ թե խորհուրդ եք հարցրել կամ կոնսուլտացիա եք ուզեցել իրականացնել, այլ գլոբալ մասշտաբի հարցեր եք ուղղել մեկնաբանությունների բաժնում, դրա համար ես որոշեցի տեսանյութով հանդես գամ, պատասխանեմ ձեր հարցերին, որ մնացածի համար էլ ավելի պարզ լինի։ Ինձ թվում է արդեն գլխի ընկան հետևորդները, թե կոնկրետ որ հետևորդների մասին է խոսքը, ովքեր ինձ հարցեր են ուղղել։ Ես 2 օրվա ընթացքում անպայման կանդրադառնամ ձեր հարցերին եւ տեսանյութի միջոցով կտամ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Այժմ անցնենք առաջ եւ ես ձեզ ուզում եմ այսօր ներկայացնել Սոլգար ապրանքանիշի հերթական հրաշալի արտադրանքը, որը կոչվում է խոնդրոիցին գլյուկոզամին մեթիլսուլֆոնիլ մեթան։ Ինչ է այս եռակոմպոնենտ պրեպարատը Իրանից ներկայացնում, եկեք իմանանք ավելի մանրամասն։ Այս եռակոմպոնենտ բանաձևը մեթիլսուլֆոնիլ մեթան, խոնդրոիցին եւ գլյուկոզամին համալիրը իր մեջ ներառում է աճառային հյուսվածքի, ինչպես նաեւ հոդերի պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր նյութերը, որոնք հարգելի հետևորդներ անհրաժեշտ են ոչ միայն տարեց, այլ նաև երիտասարդների շրջանում, անձանց, երկուսի դեպքում շատ լավ աշխատում է, սակայն տարեց անձանց մոտ, ովքեր գտնվում են 50, 55, 60 տարեկանի շեմը արդեն հատած, ավելի հաճախ է հանդիպում աճառային հյուսվածքի մաշվածություն, հոդերի խնդիրներ, քան ավելի երիտասարդ տարիքի անձանց մոտ։ Դրա համար այս համալիրի ընդունումը խիստ ցուցված է, եթե կան նմանատիպ խնդիրներ, թե ինչպիսի խնդիրներ ու գանգատներ են կիմանանք այս տեսանյութի ընթացքում։ Խոնդրոիցինը եւ գլյուկոզամինը աճառային հյուսվածքի պաշտպանության 2 հիմնական գործոններն են, 2 հիմնական ֆակտորները։ Խոնդրոիցինը նաև ունի աճառային հյուսվածքի մեջ ջուրը պահելու հատկություն, որը նաև պատասխանատու է հոդի շարժունակության համար։ Ջուրը պահելու հատկություն նկատի ունեմ անհրաժեշտ քանակություն եւ ոչ թե դրանից ավել կամ պակաս։ Սիրելի հետևորդներ, թե գլյուկոզամինը, թե խոնդրոիցինը կոնկրետ գործ ունեն եւ իրենց գործը շատ լավ կատարում են հոդերի եւ աճառային հյուսվածքի խնդիրների դեպքում։ Եթե մարդու մոտ ինչ-ինչ պատճառներով զարգացել է օստեոպարոզ, օստեոպարոզի մասին ես նաև տեսանյութ ունեմ նկարահանած, ընթացքում կարող եք դիտել։ Օստեոպարոզը դա ոսկորների ծակոտկենությունն է, ոսկորների մաշվածությունը, ոսկորների փխրունությունը, երբ արդեն չունենալով համապատասխան հարմարավետություն եւ պաշտպանություն ոսկորները սկսում են կոտրվել, փշրվել, դա հենց օստեոպարոզն է։ Իսկ եթե օստեոպարոզը ժամանակին չհետևեն կամ բուժման սխալ կուրսեր անցնեն, ճիշտ բուժում չստանան կամ բուժումը թողնեն կիսատ, օստեոպարոզից հետո գալիս է հաջորդ բարդությունը, որը կոչվում է օստեոարտրիտ։ Օստեոարտրիտը արդեն հոդերի մաշվածության մասին է խոսում, հոդախախտեր, տարատեսակ ցավեր մեջքի հատվածում, ոտքերի հատվածում, հիմնականում կոնկազդրային շրջանում, ծնկների հատվածում։ Այս ամենը արդեն վկայում է օստեոարտրիտի մասին։ 2 դեպքում էլ շատ կարևոր է բժիշկի այցելությունը 6 ամիսը մեկ պարտադիր, համապատասխան բուժումներ, համապատասխան դեղորայքի ընդունում, ներարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև եթե բժիշկը թույլ կտա, եթե շեշտում եմ, կինեզոթերապևտի այցելություն, եթե ոչ, որովհետև 50-50 է հավանականությունը, չնայած, ինչպես արդեն շեշտեցի, այս պրեպարատի ընդունումը ցուցված է եւ երիտասարդ մարդկանց եւ տարեց մարդկանց հիմնականում ավելի շատ, որովհետեւ խնդիրը գտնվում է 50-55 տարեկանից բարձր արդեն շեմը հատած անձանց մոտ։
Հարգելի հետևորդներ, թե օստեոպարոզը, թե օստեոարտրիտը լուրջ հենաշարժիչ համակարգի եւ ոսկրահոդային համակարգի լուրջ հիվանդություններ եւ բարդություններ են։ Օստեոպարոզի զարգանալուց հետո, եթե չեք հետևում ժամանակին, արդեն զարգանում է օստեոարտրիտ։ Չնայած դեպքեր են լինում, որ օրինակ մարդը չի ունենում օստեոպարոզ, միանգամից զարգանում է օստեոարտրիտ կամ արտրիտ չի ունենում, միանգամից զարգանում է օստեոպարոզ։ Սա նորմալ է։ Մարդկանց օրգանիզմները տարբեր են, մարդիկ տարբեր են, օրգանիզմները ինդիվիդուալ։ Անհատականությունը շատ լուրջ դեր է կատարում տվյալ ուրեմն հատվածում, տվյալ պահին։ Դրա համար ինչ է մեզանից պահանջում ժամանակին այցելել մասնագետի, կանանց հատկապես դաշտանային ցիկլի դադարից հետո, երբ արդեն գտնվում են կլիմաքսի շրջանում, մեծ ռիսկ կա հավանականության, որ կարող է զարգանալ օստեոպարոզ։ Սա ես չեմ ասում, սիրելի հետևորդներ, սրան հանգել են համապատասխան մասնագետները համապատասխան փորձեր իրականացնելիս։ Դրա համար, հարգելի կանայք, եթե դուք գտնվում եք դաշտանային ցիկլի անցման փուլում, արդեն ձեզ մոտ զարգանում է կլիմաքս, դուք գտնվում եք 45-ից 50-55 տարեկան շեմի հատվածում, ցանկալի է, ինչպես նաև անհրաժեշտ է ու պարտադիր է երեքը միասին, ցանկալի է, անհրաժեշտ է եւ պարտադիր է։ Այցելեք մասնագետի, առաջինը գինեկոլոգի, հետո նոր մնացած դռներով, եթե պետք է հերթով անցնել, որպեսզի արդեն ավելի մեծ հասակում, 65-70 տարեկան հասակում չբախվեք ոսկրահոդային համակարգի հիվանդությունների, որովհետև սրա ցավերը պարզապես սարսափելի են, ավելի սարսափելի են, քան հասարակ ատամնացավը։ Այս դեպքում ատամնացավը շատ փոքր դեր է կատարում ոսկրահոդային համակարգի ցավերի դեպքում։ Դրա համար էլ այս դեղամիջոցի ընդունումը հատկապես տարեց անձանց շրջանում պարտադիր է։ Ինչպես արդեն նշեցի, խոնդրոիցինը եւ գլյուկոզամինը պատասխանատու են հոդերի շարժունակության, աճառային հյուսվածքի պաշտպանվածության, մաշվելուց հեռու մնալու եւ ճիշտ շարժունակության համար։ Հիմա տեսնենք ինչ դեր է կատարում մեթիլսուլֆոնիլ մեթանը։ Մեթիլսուլֆոնիլ մեթանը բնական միացություն է, օրգանական ծծմբի աղբյուր։ Համատեղելով գլյուկոզամինի եւ խոնդրոիցինի հետ մեթիլսուլֆոնիլ մեթանը օգնում է նվազեցնել ցավն ու բորբոքումը աճառային հյուսվածքում եւ հոդերում։ Նույնիսկ եթե կա մաշվածության ռիսկ կամ արդեն հոդը մաշվել է, խախտվել է տեղից աճառային հյուսվածքը եւ հիվանդը ունի ցավեր, կապ չունի։ Տվյալ դեպքում նույնպես մեթիլսուլֆոնիլ մեթանը ցուցված է։ Այս դեղամիջոցը խոնդրոիցին գլյուկոզամին մեթիլսուլֆոնիլ մեթանը սոլգար ապրանքանիշի արտադրանքի խմում են 1 հաբից օրական 2 անգամ։ Կուրսը, հարգելի հետևորդներ, 3-ից 6 ամիսը պարտադիր է։ Եթե որոշել եք վերցնեք ու խմեք 15 դեղահապ ու այդքանով սահմանափակվեք, անիմաստ ուրեմն ավելի լավ է չգնեք, որովհետև նորից եմ ասում, կուրսը այս դեղամիջոցի 3-ից մինչև 6 ամիս է, 3-ը նվազագույնն է, 6 ամիսը մաքսիմումը, այսինքն կամ խմում եք 3 ամիս, դրանից ոչ մի օր պակաս, կամ խմում եք 6 ամիս, նորից դրանից ոչ մի օր պակաս։ Կրկնում եմ, եթե պետք է վերցնեք ու խմեք 20 դեղահապ կամ 30 դեղահապ մի ամիս ու մի կողմ քաշվեք, ավելի լավ է ոչ գնեք, ոչ էլ խմեք, որովհետև եթե նշված կուրսից քիչ եք խմելու, ձեզ ոչ մի օգուտ չի տալու, անիմաստ գումար եք վատնելու, հետո էլ ասելու եք պրոդուկտը լավը չէր, չնայած որ սոլգարի ապրանքանիշը աշխարհում երևի թե ամենալավն է համարվում։ Տեսանյութը ավարտելով ընդհանրացնեմ ընդհանուր միտքը կապված այս դեղամիջոցի հետ, որովհետև այս դեղամիջոցի հետ կապված հարցերը ինձ ուղղակի շատ են գրում։ Մի հարցը երևի թե 10-15 հոգի գրում են, ես միանգամից ընդհանրացնեմ, որ ձեզ համար պարզ լինի։ Ուրեմն սոլգար ապրանքանիշի խոնդրոիցին մեթիլսուլֆոնիլ մեթանգլյուկոզամին դեղամիջոցը օգտագործում է 3-ից 6 ամիս 1 հաբից օրական 2 անգամ։ Ցուցված է ոսկրահոդային համակարգի խնդիրների դեպքում օստեոպարոզ, օստեոարտրիտ, ինչպես նաև այլ տարատեսակ հոդացավեր, հոդախախտեր, ոսկրահոդային համակարգի ու ողնաշարի հատվածի ցավեր, եթե ունեք շարժունակության անկում ունեք, ծնկների հատվածում ցավեր ունեք, ճռճռոց ունեք, ջղաձգում ունեք, նույնպես կարող եք այս դեղամիջոցը ընդունել, բայց ընդունելուց առաջ մասնագետի հետ խորհրդատվությունը պարտադիր է։ Այսքանը սիրելի հետևորդներ, հուսամ լավ եք, հիվանդ չեք եւ դիմանում եք Հայաստանի Հանրապետության
օրեկան փոխվող եղանակին, որովհետև օրեկան փոխվող եղանակը ուղիղ ու անմիջականորեն ազդում է մեր առողջության վրա։ Սիրելի հետևորդներ, եթե տեսանյութի ընթացքում հնարավոր է նկատած լինեք, որ ես մի փոքր հնարավոր է ցածր ձայնով եմ խոսում, մի փոքր վատառողջ եմ եւ ունեմ սարսափելի գլխացավներ կապահին, բայց չեմ կորցրել ինձ, ուժերս հավաքել եմ եւ այսօր, քանի որ խոսքի էի տվել, տեսանյութը ձեզ համար նկարահանել եմ, սիրելի հետևորդներ, որովհետեւ կոնկրետ այս դեղամիջոցի մասին ինֆորմացիային շատ հետևորդներ սպասում էին։ Մնացեք խաղաղությամբ, հարգելի հետևորդներ, իսկ մենք այս շաբաթ դեռ նորից ենք հանդիպելու։ Եվ վերջում հիշեցնեմ, որ սպասեք խոտաբույսերի շքերթ հաղորդաշարի արդեն նոր թողարկվող տեսանյութերին, որովհետև շատ հետևորդների ես հարցադրում էի արել եւ ինձ պատասխանել էին, որ այո, ցանկանում են, որպեսզի խոտաբույսերի շքերթ հաղորդաշարը կրկին եթեր հեռարձակվի։ Այնպես որ ես ձեր խնդրանքը չեմ մերժելու, ձեր պահանջը ինձ համար օրենք է լինելու, խոտաբույսերի շքերթ հաղորդաշարը կրկին դուրս է գալու եթեր, սիրելի հետևորդներ։ Սիրում եմ բոլորիդ եւ մաղթում եմ, որ լինեք առողջ եւ ապրեք խաղաղ երկրում։ Մենք այս շաբաթ կրկին հանդիպելու ենք։ Լավ մնացեք, բարի գիշեր։